Նիկոլը Գյումրիում էր, ավտոերթով գնաց Գյումրի և Գյումրու Վարդանանց հրապարակում համերգ տվեց, հարվածային գործիքների վրա նվագելով։ Նիկոլ Փաշինյան, եթե ես չեմ սխալվում, վերջի անգամ դուք կեղծ պատարագ էիք կազմակերպել Գյումրու 7 վերք եկեղեցում։ Եվ կարծում եք, թե գյումրեցին մոռացավ։ Գյումրեցին չմոռացավ և չի մոռանա Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի կալանավորումը, ձերբակալումը, դատապարտումը Նիկոլ Փաշինյան։ Գյումրեցին չմոռացավ իրենց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալումը և մինչև հիմա կալանքի տակ պահելը։ Դուք հույս ունեք, որ դուք հաղթելու եք, Նիկոլ Փաշինյան։ Գյումրիում մոտ 1 տարի առաջ 2025 թվականի մարտի 30-ին գյումրեցին ընտրեց Վարդան Ղուկասյանին։ Ձեր ողջ վարչական ռեսուրսը առ ոչինչ դարձավ։ Սարիկ Մինասյանը կիրառելով հսկայական վարչական ռեսուրս հավաքեց ընդամենը 37%։ Նույնը լինելու է այս ընտրություններին, Նիկոլ Փաշինյան։ Ես երջանիկ կլինեի խոսել ուրիշ սոցիալական խնդիրներից, չգիտեմ, ճանապարհների վատ վիճակից, աղբի վերամշակումից եւ այլն, բայց դուք ինձ թույլ չեք տալիս ուրիշ բաներից խոսել, Նիկոլ Փաշինյան, որովհետեւ դուք իմ հայրենիքը տանում եք թրքացման, Հայաստանը տանում եք թրքացման, Նիկոլ Փաշինյան։ Այցելել էիք Ծիծեռնակաբերդ, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը ձեզ ներկայացնում էր վերանորոգման աշխատանքների արդյունքները և ծրագրերը, Նիկոլ Փաշինյան։ Այդ սուտը, որ ասում էիք 60 տարուց ավել չի վերանորոգվել, մի քանի անգամ վերանորոգվել է և այդ վերանորոգումը կատարվել է մասնագիտական, պրոֆեսիոնալ ձևով և ոչ ոք չի նկատել այն վանդալիզմը, որ տեղի ունեցավ, որ հնդիկ բանվորները ամենայն հարգանքով հնդիկների նկատմամբ կոտրել էին այդ քարերը։ Դուք, Նիկոլ Փաշինյան, բավական չես ստեք։ Ես երջանիկ կլինեի, որ դուք լինեիք ոչ ստախոս, որ դուք չխաբեիք և չփոխեիք անընդհատ ձեր խոսքը։ 21 թվականին դուք եկաք ինչ ծրագրով։ Արցախի ինքնորոշման ծրագրով, Հադրութի և Շուշիի ազատագրման ծրագրով։ Հիմա էլ ասում եք դաշնակներն են տվել, հանրապետականներն են տվել։ Նիկոլ Փաշինյան, դուք Հայաստանի ղեկավարն եք։ Եթե մի ընտանիքում տղան նարկոման է, իսկ աղջիկը մարմնավաճառ, դա հոր մեղքն է, ուղիղ և մոր, բայց հիմնական պատասխանատվությունը ընտանիքի հոր վրա է։ Հայաստանը ձեզ վստահել է, հայ ժողովուրդը ձեզ վստահել է, մեր ղեկը, Նիկոլ Փաշինյան, ուր եք դուք մեզ տանում, ուր եք տարել և ուր եք տանում։ Իհարկե Ալիևը աջակցելու է ձեզ, որովհետև դուք նվեր եք Ալիևին, Նիկոլ Փաշինյան։ Էլչիբեյը, երբ որ Ադրբեջանում իշխանության եկավ, նա նվեր էր Հայաստանի համար։ Հիշեք, հիմա դուք եք նվեր և թուրք-ադրբեջանական տանդեմը ամեն ինչ անելու է, որ դուք վերընտրվեք։ Ես չեմ բացառում հայ ռազմագերիներից ոմանց վերադարձը, միգուցե բոլորի, դա շատ լավ կլինի։ Բայց ամեն ինչ արվելու է ձեզ օգնելու, որպեսզի դուք վերընտրվեք և ձեր ստերով շարունակեք Հայաստանը մասնատել և Հայաստանը դարձնել արևմտյան Ադրբեջան։